Ողջույն ժողովուրդ ջան, այսօր նախատեսվածից մի ժամ շուտ եմ անում եթերը, ուսամ հետաքրքիր կլինի կոնտենտը եւ առհասարակ խնդրում եմ որպեսզի գիսվեք ու տարածեք, ես շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր որ այդ մասով իրենց աջակցությունը գոնե կարողանում են հայտնել, ներկայացնել իրենց այդ գործողությամբ, կարող եք գրանցվել նաեւ իմ YouTube-յան կանալին, հատկապես որ չգիտեմ, կարծում եմ առաջիկայում կսկսեմ քիչ-քիչ տեղափոխվել YouTube-յան կանալ։ Ուրեմն ժողովուրդ ջան, ես այսօրվա եթերը գուցե տարբերվի, չնայած տարբերվող եթերներ շատ ունեցել եմ, սա էլ գուցե կտարբերվի, որովհետև անկեղծ եմ ասում, չեմ ուզում կոնկրետ խոսենք հստակ ինչ-որ իրավիճակներից, այս ինչ ասեց այս, բայց չիմացաք, ես էլ ասեց այս սրա հերն անիծեմ, այս ինչ լավ արեց եւ այլն։ Ես ուզում եմ քիչ ավելի գաղափարական մասով էլի խոսակցություն ունենանք։ Քիչ առաջ Facebook-յան մի գրառում էի արել ու նախ շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր ուշադիր եղան, իմ ասեմ գրառումը ինչի մասն էր եւ առհասարակ ինչու եմ այդ գրառումը արել եւ այս եթերն էլ ինքնուրույն կմբռնեք արդեն թե ինչի մասին կարա լինի։ Տեսեք, գրառումը հետեւյալի մի պատմության մասին էր, որը հիշեցի իմ ուսանող տարիներից, առհասարակ վերջին շրջանում շատ եմ մտորում նման բաների մասին, մարդկային բարոյական դաշտում, հա, եղած բաների մասին։ Ուրեմն պատմությունը հետեւյալն էր, մենք ուսանող ենք, դա երևի 96-7 թվականներն էր, որովհետև ես Հայֆիլմ կինոդերասանի ստուդիայում սովորելս եղել եմ մինչև բանակս 1 տարի եւ բանակից հետո, չէ, 2 տարի բանակից առաջ, հետո ինձ 3 տարի էր կրթությունը, ինձ դիպլոմ տվեցին 2 տարի անց, ես բանակում էի արդեն, ուղարկեցին, շնորհավորեցին եւ այլն, ու մեր ռեժիսորը Հենրիկ Մարկարյանը ասաց, որ եթե ցանկություն կունենաս, կարող ես հաջողել, բայց կարծում ենք, որ մենք էլ հավելյալ բաներ կես սովորեցնելու ինչ որ իմաստ չկա։ Բանա, ես վերադարձա, բնականաբար մի տարի էլ այդ ժամանակ գնացի, այդտեղ շատ ընկերներ ձեռք բերեցի, նրանց մեծ մասը ձեզ հայտնի են, երկու ոնց որ տարբեր կուրսեր եմ ունեցել, կարելի է այսպես ասել։ 96-7 թվականներին, երբ որ սովորում էին ամենաառաջին հատվածում, հիշեցի, մենք սիրում էինք այն ժամանակ նստել, զրուցել դասերից առաջ, դասերից հետո կամ ընթացքում, ունեցել ենք դասախոսներ, ովքեր առաջարկել են խորհելու, խոսելու թեմաներ, ու մենք սովորեինք այդպես։ Ու զրուցում էինք ամենաբարդ արտասանվող բառերը, նախադասությունները, առհասարակ բեմական խոսքի ժամանակ մենք անցնում ենք շուտ ասելուքներ եւ այլն, որպեսզի բերանի ապարատի շարժում օգտագործվի, ճիշտ ձայնային եւ շնչառական վարժություններ լինեն։ Իհարկե, վաղուց չեմ, այդ մարզվելը անընդհատ է պետք լինում եւ հիմա ինձ մոտ որոշակի հարցեր կան այդ իմաստով։ Ու խոսում ենք թե որ բառն է ամենաբարդը արտաբերելը, երբ որ խոսում էինք ամենից շատ փախած բարդ բառեր օգտագործում, որ նաև ռուսերեն բառեր էինք մեջ բերում, բան։ Ուսուցիչ մի լրություն եղավ, երբ ոնց որ հասավ զգացի, որ ինձ են նայում մարդիկ, ու ես մի քիչ ֆիլիսոփայական մոտեցա այդ հարցին, ասացի իմ կարծիքով ամենաբարդ բառը արտաբերելը դա ներողություն բառն է։ Այսինքն բոլորը սպասում են տեխնիկապես բարդ մի բան ասեի, բայց ներողություն բառը ասացի։ Հասկացան միտքը ինչի մասին է, ու մեր իսկապես եթե չեմ սխալվում Մեգին էր, ով հիմա վաղուց Ամերիկայի Միացյալ Նահանգներում ցավոք կապ չունենք, կապը կտրված է նրա հետ, ու Մեգին էր կամ չգիտեմ, ինձ թվում է որ Մեգին էր, ասաց իսկ ներելը ավելի բարդ է, ավելի դժվար է։ Ու սկսեցինք խորանալ, որ նա ավելի դժվար է, ուսանող երիտասարդ երեխեք ենք, երիտասարդներ ենք, այդ ժամանակ գումարած այդ ամեն ինչին ավելի զգացմունքային ֆոն էլ կա եւ այլն եւ այլն։ Ու այսօր հանկարծ էլի հիշեցի այդ խոսակցությունը, չգիտեմ, սկայցակի պես մտավ ու ես հիշեցի, ու հանկարծ հասկացա, որ 96-7 թվերին պատկերացրեք 30 տարի, հա, 30 տարի անց է։ Ու ես հասկացա, որ 30 տարի անց, եթե հիմա ինձ ասեն, որն է ավելի դժվար, դարձյալ այդ պատասխանը չեմ կարող գտնել։ Հա, այս գրառումն էի արել ու առաջարկում էի խորհենք մի փոքր։ Հետո զուգահեռաբար ես բազմիցս նկատել եմ, որ մեր հանրային տիրույթում, հատկապես սոցցանցերի այս տիրույթում շատ է պակասում այդ տիպի երկխոսությունները, որոնք կարող են մեզ զարգացնել, որովհետև նման խոսակցության մեջ կապ չունի, թե որն ավելի դժվար լինելու, որը ավելի չէ, հարցը այդ միտքը չէ։ Հարցը այն երկխոսությունն է, այն ֆիլիսոփայությունն է, որը կայանում է։ Ու դա ոչ միայն հաճելի է, այլ իսկապես նաև թե ուղեղի վարժանքատեր բան է սովորում անգամ հակադարձումների մեջ։ Սա շատ լավ բան է։ Ինչը ցավոք սրտի մեր իրականության մեջ պակասում է։ Ես նայում եմ այլ հարթություններում, այլ երկրների տիրույթներում, մի հնարավորությունները ներում են TikTok, Facebook, YouTube, ես տեսնում եմ թե ինչերից են զրուցում մարդիկ, իսկապես ինչ որ մի տեսակ նախանձ եմ ապրում։
նախանձ եմ ապրում, երբ տեսնում եմ երկու բանի մած մարդ զրուցում են ինչ-որ մի թեմայի շրջանակներում։ Ես շատ սիրում եմ լսել նման բաներ, որովհետև դա այդտեղից բաներ ես սովորում, բաներ ես խաղում, բացի այդ իսկապես մի պահ կտրվում ես իրականությունից ու գնում ես լրիվ այլ դաշտեր, էլի։ Այնպես որ ցավոք սրտի մեր իրականության մեջ դա չկա եւ հենց դա պիտի կազմակերպեին առասարակ մտավորականները, մի քիչ շատ ավելի ընթերցած, կարդացած մարդիկ, բայց անգամ երբ որ փորձեր լինում են, ես նկատում եմ, որ դրա դիտողականությունը չափազանց ցածր է լինում, խայտարակ աստիճան ցածր է լինում, ու մտածում ես, լավ, ինչի մեր հանրությանը չի գրավում նման երկխոսությունները, նման զրույցները, առասարակ, նման թեմաները, ու գալիս հասնում ես, հա, անջան, հեսա, բայց ես այդ մասով մի քիչ կընդլայնվեմ, էլի, որովհետև եթե մեծաշով դրա մասին է, ուղղակի նա տեություն հասկանանք, գալիս հասնում ես մի կետի, դա կրթությունն է, գիտեք, նման բաներից պիտի խոսանք իմ տարիքային մարդիկ, չէ, իսկ մի 5-10 տարի պլյուս մինուս շրջանակներում, բայց ինչպես խոսենք, եթե կրթությունը եւ պետական դաստիարակությունը եղել է զրոյական մակարդակի, չկլասի, չէ, եւ նաեւ դա է պատճառը, որ հայրախոսությունը շատ ավելի շատ դիտումներ է բերում, քան մշակութաբանական գեղեցիկ զրույցները, անասելի շատ, ընդ որում տեղի անտեղի հայրախոսությունը, էլի երբեմն կարող է ստեղը հասնի, որ բալապողում նման ասած իմի տենց խոսքել կա, որ տեղին պիտի ասես, բայց տեսեք, օրինակ այսօր տարածվել էր, թե դոգին բան չեն անել, չեն արտահանձնելու Հայաստան, բայց ինքը պետք է լքի Միացյալ Նահանգները, որ կայտակցել ես նայում ես իրանց մոտ, ինչքան բաներ կա, էլի, ռեակցիաներ կա, հասկանում եք, լթենատեվատ, արծետ չի, իսկ ով է նա ով է, ինչ արժեքավոր մի բան է արել, բացի նրանից, որ այդ լեքսիկոնը մտցրեց դպրոցները ընդհանուր, որովհետև երիտասարդները TikTok-ով նայում, կչկչում, խնդում, ծիծաղում իրար ցույց են տալու, տարածվեց գնաց դպրոցները, որոնք շատ այն միջին դասարաններ, ոչ թե այն ավագ դասարաններ, այլ միջին։ Ու նույն ակցենտով ընդ որում։ Ու ապշում ես ուղղակի, էլի, ուղղակի ապշում ես։ Եվ այդ գիտեք, դա կա, այդպիսի բան կա մեր իրականության մեջ, հենց նրա համար, որ մենք ժամանակին կրթություն ասեմ ավելին, այդ ժամանակները դեռ դնենք մի կողմ։ Ասում ես լավ, բոլորս գիտակցում ենք, որ եղել է այդ բացը, իսկ ինչն է խանգարում, որպեսզի մենք գիտակցաբար լրացնենք ու փակենք այդ բացը, ինչն է մեզ խանգարում, ով է մեզ խանգարում, մեզ ոչ ոք չի խանգարում, բացարձակ ոչ ոք ու ոչ մի բան չի խանգարում, որպեսզի մենք այդ բացը, այն բազմաթիվ խնդիրների ու չարիքների հետ, որ եղել է մեր իրականության մեջ 30 տարի անընդմեջ, այդ մի բացը գոնե, հատկապես ոչ մի բան չի խանգարում, որ մենք լրացնենք։ Եվ ես վստահեցնում եմ, եթե մենք կարողանանք որոշակիորեն այդ բացը փակել, մեր զրույցները, երկխոսությունները, մեր խոսակցությունները կլինեն լրիվ այլ բաների մասին ու շատ ավելի բարձր մակարդակի։ Եվ գիտեք ինչ, շատ բան կհարթովի մեր երկրում ինքնուրույն, ինքը ստինքյան։ Ես ասեմ, իսկապես դա գիտությունը մեզ ուտում է, ինձ սկսած, ես չեմ դասում, չգիտեմ, չնայած ես շատ եմ սիրել կարդալու, շատ կարդացել եմ, իմ կրթությունը, ասենք, ուսանողական կրթությունը, այդ բարձրագույն չունեմ, բայց ես սիրել եմ զուգահեռ շատ կարդալ, բայց միևնույն է, հենց ինձնից սկսած եմ ասում, որովհետև անգամ այդ շատ կարդացած բաները, երբեմն այնտեղ բաներ կան, որ ես տարիքում վիճելի է, հետո քեզ համար բաներ ա պարզվում, հասկանում ես, որ սա եղել է մի քիչ դեմագոգիա, սա եղել է մի քիչ պրոպագանդա եւ այլ, բայց գոնե կարդացած ունենում ես։ Գոնե դիմացին հեշտ է սմբռնում եւ այլն։ Գիտեք, այսօր մեր Արայի հետ նստած զրուցում ենք գրասենյակում ու ասում ենք, որ կարոտում ենք մեր երկու շատ լավ ընկերներին, Գևորգին ու Գարիկին, ովքեր իրար շատ հակառակ կերպարներ են ու շատ խորքային երկխոսություններ են ունենում, մենք այդ ժամանակ պարզապես լռում ու լսում ենք։ Որովհետեւ եթե այդտեղից գոնե մի բան չհիշենք, միևնույնն է, այդ մթնոլորտը, զրույցի այդ որակը արդեն դրական լիցքեր է պարունակում։ Եվ սա շատ կարևոր է, չափազանց կարևոր է։ Ես կուզեք, կարող ենք բոլորով փորձել, բոլորով, գրենք մի հատ հայհոյանք ու գրենք մի հատ բանաստեղծություն։ Կամ եթե անենք հայհոյելով ու կռիվ տալով, ընդ որում միշտ կա այդ տեղը, միշտ կա, բայց պարզապես ես եմ սկսում քիչ-քիչ չցանկանալ մտնել այդտեղ, ես ուզում եմ ավելի տրամաբանության հետևից գնանք, եւ ես շատ եմ ուզում, որ սկսենք այլ բաներ էլ խոսել։ Ցավոք սրտի մեզ անընդհատ ենք հաշում գցում դրա մեջ եւ երբեմն ստիպված ենք լինում գոնե հակադարձելու համար ժամանակ առ ժամանակ անդրադառնանք, բայց այնուամենայնիվ կարելի է սկսել հետաքրքրություն ցուցաբերել նման բաների մասին։ Ես էլ գրել էի
Երևի շատերը մտածում են ինչ-որ ռոմանտիկ բան եմ գրել։ Բայց իսկապես, տեսեք, մի երկու օր առաջ գրել էի Քիդլանի օրենքը, գրառման տեսքով, հա, շատ պարզ օրենք է դա, ընդ որում նմանատիպ օրենքները անբեկանելի են, որովհետև դրանք բազում ձևերով փորձված, այսինքն ինքը արդեն ոչ թե ասացված կա, այլ օրենք է։ Ասում է միտքը, հա, ասեմ, բառացի իմ Facebook-յան էջում գրած է բառացին ու տառացին, բայց միտքը ասեմ, ասում է, եթե դու ընկալել ես խնդիրների խորքային էությունը, ապա այդ խնդիրը արդեն կիսով չափ լուծված է։ Այդ պետք չի դու 100%-ով տվես, արդեն ինքը կիսով չափ լուծված, եթե դու ընկալել ես։ Մենք օրինակ Հայաստանում ցավոք սրտի անկախությունից անմիջապես հետո, ես ինչի եմ անընդհատ շեշտում անկախությունից հետո, որովհետև դրանից հետո մենք կարծես թե ինքնուրույն ենք ու պիտի խորքային մեր խնդիրները վեր հանենք, տայինք թղթին, դրանց լուծումների առաջարկների ու լուծումների հետևից գնանք։ Ցավոք դա տեղի չի ունեցել։ Մեզ այդ ժամանակ գուցե խանգարել են, բան, բայց պետք է կռիվ տալ դրա դեմ։ Այո, պետք է կռիվ տալ, որովհետև դա վերաբերվելու էր սերունդներին հետագայում։ Մենք բոլորս, եթե այսպես մի հատ աջոց ֆորմատի թուղթ մեր ձեռը տա մի հատ էլ գրիչ, ասեն Հայաստանում ինչ խնդիր կա գրեք, մենք բոլորս գրեթե նույն բաները կգրենք, այսինքն բոլորս խնդիրները իրենց բանով գիտենք, բայց այդ խնդրի էությունը խի կա ինքը, այ խորքային ըմբռնել, այդ խիի մեջ կտեղավորենք քաղաքական գործիչների եւ այլն, ինչ ասած կարող ենք տեղավորել, բայց միևնույնն է բուն էությունը չենք կարող այնքան մենք ազնիվ գտնվել ինքներս մեր առաջ, ընդ որում ազնիվ չգտնվելու նույնպես դասերակցական խնդիր է, ազնիվ չենք կարող գտնվել մեր առաջ ու իսկապես գրել դրանց էությունը։ Ու ոչ մեկս չեն գրի, որ այդ խնդիրների գոյության մեջ ամեն մեկս ունենք մեր պատասխանատվության բաժինը, որովհետև մենք ծուլացել ենք պարզապես։ Շատերն են, շատ ալինում, որ խոսում ենք, ընկերներից օրինակ եմ, հատասում են, այդ խոսած արտասահմաններում էլ այլ այդտենց Եվրոպայում էլ ասում ցավները տանում։ Կան երկրներ, որոնք կարող են իրենց որոշակի շռայլություն թույլ տալ։ Այս ինչ ամեն ինչ բանը այլ կերպան է։ Մենք լինելով փոքր տարածքով եւ քանակով քիչ, մենք իրավունք չունենք, մաքսիմումով իրավունք չունենք սխալներ գործելու։ Եվ պիտի խնդիրների էությունը հասկանալուց հետո քայլենք դրանք շտկելու ճանապարհով։ 100%-անոց արդյունք չի լինի, որովհետև 100%-ով ոչ մեկ չի տրվի դրան։ Բայց երբ որ մենք այս տեսանկյունից դիտարկենք շատ հարցեր, կարծում եմ ամեն մեկս քայլ կանենք այդ ուղղությամբ։ Տեսեք մենք սիրում ենք, չէ՞, նստենք ասենք, «Ա թող, այս ինչը պաշտոնյա է, դե թող այս ինչ բանը անի»։ Չի անելու, հավատացեք, չի անելու, ծուլանալու է, թերանալու է, իր հնարավորությունների 50-60%-ն է մաքսիմում ներդնելու, որովհետև հասարակությունը այդ մակարդակին չի։ Դա իր մոտ ենթագիտակցություն է, իր մոտ արդեն չի ասելու, թե անի դու ով ես, ես լավ, չէ։ Բայց երբ որ հասարակության ենթագիտակցությունը, հասարակության գիտակցությունը, հասարակության կրթական որակը, դասավանդական որակը բարձր լինի, նա չի կարող այլ կերպ լինել, որովհետև ինքը աշխատանքից հետո գացա տուն, միջավայրը առնվազն փոփոխված կարա լինի։ Բայց դու հասա, բոլորը ամեն ինչից կարող են բողոքել, բայց իրենցով չեն զբաղվի երբեք։ Հիմա օրինակ, հարցը տվել եք, ինքը առաջին հայացքից ասում, բան, հա, երևակայական, հռետորական, չգիտեմ ինչ հարց է։ Ներողություն ասելն է դժվար, թե ներելը։ Որն է ավելի դժվար։ Ընդ որում, այս հարցը պիտի մեր մոտ քննարկված լիներ ժամանակ առ ժամանակ, որովհետև մենք քրիստոնյա ժողովուրդ ենք։ Բայց մենք մեզ կարող ենք համարել քրիստոնյա ժողովուրդ, բայց քրիստոնեության արժե համակարգը ինչումն է կայանում, անգամ դա չցանկանանք ուսումնասիրել։ Մենք առնվազն շաբաթը 3-4 անգամ ինչ որ իրավիճակում ասում ենք, որ մենք քրիստոնյա ենք։ Բայց մենք անգամ չենք ըմբռնում Աստվածաշունչը։ Չէ, ըմբռնում, ընթերցում։ Մենք ասում ենք, որ ուզում ենք, որ լինենք սենց երկիր։ Ամեն օրը 100 անգամ այդ բառը օգտագործում ենք, այդ ցանկությունը արտաբերում ենք, բայց ոչ մեկս ոչ մի անգամ սահմանադրություն չենք կարդացել։ Այ հենց այստեղ է խնդիրները։ Դե մարդիկ կարում են, հա, դե ինչի՞ սա պետք։ Ամեն մեկը կարասի ինչի՞ սա պետք, ամեն մեկը կարասի, դե գիտեմ ընդհանուր առմամբ, հա, դե հասկացանք դե բա։ Ու վերջ։ Ու չեն հասկանում, որ այդտեղից ասածը, մեկ գումարած, ընդհանուր գնահատականի վրա ազդում է։ Եվ այո, թե ներողություն խնդրելը, թե ներելը, երկուսն էլ պահանջում է շատ մեծ կամքի ուժ։ Օրինակ, հաստատակ օրինակ։ Ես մի քանի անգամ ասել եմ, որ արա, անդիմադիրներին, արա ասել եմ, գոնե դուրս եկեք, մի անգամ ներողություն ասեք։ Մենք կներենք, թե չէ, դա մեր խնդիրն է, բայց դուք դա ասեք։ Ասեք ու գիտակցաբար, որ մենք տեսնենք, որ դուք գիտակցել եք այդ ամեն ինչը ու ասում եք։ Բայց մյուս կողմից, ես այսօր մտորելով հասել եմ այդտեղ անգամ, քաղաքական դաշտ։ Ասում եմ, իսկ եթե օրինակ, հիմա Քոչարյան Ռոբերտը վեր կենա ու այնպես գիտակցված ասի ներողություն, որ
կասկածի տեղ չթողնի, իսկ ես կարամ ներեմ իրան։ Կամ դեպքեր լինում երբ որ դու պատրաստ ես որպեսզի ներես, ասում ես քեզ բերան ներողություն ասել, այնտեղա դժվարացել է։ Գիտեք մի դեպք հիշեցի, մի պատմություն կար, չեմ հիշում որ երկրում էր, մի 2-3 տարի առաջ եղել կարծեմ, 4-5 մաքսիմում։ Ուրեմն մի երիտասարդ մի տղայի սպանել էր։ Ինչ որ իրավիճակում սպանել էր, մեզ չէր որ նա մարդը սպաներ, բայց հասել էր դրան, մարդը ֆազը լքել էր սպանել էր։ Դատարանում գործն էր, դա բանով էր ընդ որում ցույց էին տալիս։ Այս տղայի հայրը, սպանվածի հայրը դատարանում նստած էր։ Ուրեմն դատական գործը գնացել է, հասել է միտեղ, որ արդեն պիտի վճիռ կարդացվի։ Ու սպանողի հորից, ով իրավահաջորդն հանդիսանում է թեմայով, շատ բան է կախված։ Ու ինքը ունի խոսք ասելու հնարավորություն վերջնական։ Գիտեք ինչ անում։ Իհարկե ամբողջ դատական պրոցեսներից հետո տեսնելով թե սպանողը իրան ոնց է դրսևորում եւ հասկանալով սրա հոգեվիճակը ամբողջովին ասում եմ իմ տղային էլ հետ չենք բերի ու դրա արդյունքում մի հատ ուրիշ տեղի վարի գտանք ես չգիտեմ դատարանը ինչ վճիռ կկայացնի բայց տղա ջան ես քեզ ներում եմ ես ուզում եմ քեզ ներեմ Ես ուզում եմ քեզ ներեմ, որ դու հասկանաս ներելն ինչ է։ Դու զգաս ներելն ինչ է։ Ինչքան կարևոր բան է դա։ Ու մեկ էլ այդ ժամանակ էի հիշել, էլի ես պատմությունը, որ սկզբում պատմեցի։ Ես այնքան տպավորված եմ, այնտեղ խոսքը շատ ավելի ծանր էր կառուցված, դե մարդը երկար մտորել է, ու իր խոսքը շատ ավելի ծանր էր կառուցված։ Բայց ես այդ պայն այնքան ճիշտ էի հասկանում այդ մարդը ինչ է ասում, ու այնքան ճիշտ էի հասկանում այն հանցագործի վիճակը։ Նա դրանով սպանում էր այդ հանցագործի միջի չար ուժի, չար տեսակին։ Այս դրանով ինքը ավելի էր այդ մարդուն մարդ դարձնում, քան կարար ինքը, օրինակ, ինչ համար են դատվում, իբր ուղղվելու բան, չէ։ Քան կարար այդ անել իրավական որևիցե վճիռ։ Ընդհանրական ասուսան չէ։ Այսպեսի բաներ կա, որ տեսնում եմ 8 միլիարդ մարդ է ապրում մոլորակի վրա։ Ու այսօրվա ժամանակակից հնարավորություններն այնպեսին են 8 միլիարդին էլ կարաս տեսնես։ Հասկանու՞մ ես որտեղ է։ Ում ուզես կարաս տեսնես որտեղ է։ Դու կարող ես տեսնել ինչ են անում, շարժում կարող ես տեսնել, հասկանում եք ընդ որում։ Կարող ես լսել նրանց։ Ու համացանցում շատ բաներ է տարածում։ Ու այդ լավ բաների մասին երբ որ լսում ես, լավ դրական բաներ։ Դա քո մոտ անպայման բան է փոխում։ Անպայման բան է փոխում, փոխումը դեպի լավը, պարտադիր կերպով։ Այնպես որ նաև, այո, որոշ իրավիճակներից հետո այդ ինքնամաքրման պրոցեսն էլ է պետք անցնել։ Դու գիտեք, ես հիշում եք, ես չգիտեմ, կհիշեք թե չէ, շատ եմ ասել, 20-21 թվականներին հատկապես, արա ասում էի, այս ամեն ինչը անցնելու է, իհարկե դիմելով դրանց, այս ամեն ինչը անցնելու է, լինելու է այն ինչ որ պիտի լինի, ու այս թույն ու թարախի մաղձի հետ ինչ ենք անելու, բոլորս ընկնելու ենք մտածելով ու չիմանանք ինչ անենք։ Ու իսկապես հիմա մենք չգիտենք դրա հետ ինչ անենք։ Որովհետև մեր մտածողությունը երկու քայլանի է։ Որովհետև մենք բավականաչափ սրտացավ եւ հոգատար չենք իրար հանդեպ։ Անկախ ամեն ինչից, ով ոնց անտոնում, ոնց չէ, ես չեմ ասում բոլորս հիմա դուրս գանք ու չգիտեմ, ես մինչև հիմա չեմ քարոզում, Պարզապես սրանք մտածելու տեղիք են տալիս։ Որքանով ենք այդ արժեքները կարող ենք։ Ես երեք որ Վարդան ենք եկել էին։ Երեք զրույցի ժամանակ ինչ-որ շատ հետաքրքիր տեղ հասանք, չէ՞։ Ես երեք ինձ համար այդքան նայել ենք, չէ՞, այդքան այդ բաներ աստվածաշունչ կլինեն պատվիրանները եւ այլն։ Երեք ես ինձ համար զրուցելու ընթացքում ու քանի որ զրուցակիցը լավն է, դու քեզ համար բացահայտումներ ես անում։ Երեք ես ինձ համար զրուցելու ընթացքում չլինելով ես մի հատ բան քրիստոնյա, ասած օրինակելի, զրուցելու ընթացքում ես բացահայտեցի, որ այդ 10 պատվիրանները հենց դրա համար ասում պատվիրան, չի ասում օրենք, կանոն, չգիտեմ, ասում պատվիրան։ Այդ 10 պատվիրանները ոչ թե նրա համար են, թե ինչ չի կարելի անել, ոչ թե սահմանափակում են մարդուն, այլ ճիշտ հակառակ։ Երբ որ դու գիտակցում ես
այդպիսինը լինելը ու կարողանում ես մատերիալիզացնել, դու դառնում ես շատ մոտիկ Աստծուն, համարյա նրա մասնիկը, մոտիկ, ասես տարածության մասին չի մոտիկը, մոտիկ, նրա մի մասնիկն ես դառնում, այսպիսի բաներ է տեղի ունենում։ Եվ հետո մտովի տեղափոխվեցի, մտովի արդեն իրավունքի դաշտ, հա, ասենք դա բարոյական կողմն է, իսկ մարդիկ ապրում են իրար հետ միտեղ ապրումակցում են, մի վայրում կամ մի երկրում բան չէ, մի շքամուտքում, ու բնականաբար գոյություն ունի իրավական դաշտ։ Ոսպես, իսկ իրավական դաշտում ոնց է։ Ունենք էլ տեսնես, որ իսկապես, եթե դու իրավահապատակ քաղաքացի լինես, ու այդպիսին լինեն, այդպիսին էլ մի ընդհանուր առմամբ, կարող է հասնենք մի պահի, մենք կդառնանք այդ իրավունքի մի մասնիկը, օրենքի մի մասնիկը, մենք ինքներս։ Ու կարող է հասնենք մի պահ, որ էլ այդ օրենսգիրքը պետք չլինի իրարել։ Որովհետև մենք կլինենք այդպիսինը։ Իհարկե, ամբողջ մանրամասներով չի լինի, բայց միտքը իմ կարծիքով ըմբռնում եք ինչի մասին է։ Բայց եթե 2025 թվականին ենք ընդամենը մենք տեսնում կառուցվող դպրոցներ ու մանկապարտեզներ, ընդ որում անունա դրվում այդ ամեն ինչին։ Տեսեք, այսօր հետաքրքիր մի հատ էլի գրառում էի արել, ասում եմ, ես այս Մեսրոպ Մաշտոցի նկարի հետ կապված, որ մեծ աղմուկ բարձրացավ, դե քաղաքացիներ են, մի մասը համարում որ պիտի լինի նկարը վիզուալ, պիտի լինի երեխայի համար, մյուս մասը ասում ախտու ջան, ինձ համար մեկ է, ես կարծում եմ այդտեղ մեծ կարևորություն չկա, կարևորը իր մասին իմանալ եւ առերը լավ իմանալ։ Ուրեմն ես այստեղ իմ սուբյեկտիվ կարծիքը չեմ հայտնել ու դժվար թե հայտնեմ, որովհետեւ դա իմ սուբյեկտիվ կարծիքն է, չեմ ուզում բանավեճի տիրույթ մտնենք, այնուամենայնիվ ինձ այս ամբողջ բազարի մեջ բացում է, անտանելի բացում է, խնդալս գալիս են այն մարդիկ, ովքեր որ մաքարում են, որպեսզի Մեսրոպ Մաշտոց արա, Մեսրոպ Մաշտոց արա, մեր սրբությունը արա, արա իր նկարը խիճ եք դրել այ բնայի մեջ, ու այդ ամբողջ գրառումները անում են լատինատառերով։ Չէ, գիտեք, կարող է ես էլ չկարողանայի հայատար keyboard քաշել հեռախոսից մեջ, գուցե։ Գոնե, բայց այդ թեման չէի քննարկի, հասկանալով որ դրան ուշադրություն կդարձնի։ Այսինքն լատինատար հայերենով, ընդ որում անգլերեն շարադրությամբ խոսում են թե ինչքան կարևոր է որ Մաշտոցի նկարը բդի ալի այբենանի մեջ։ Հենց այս գրառումը անում եմ, տակը մի հատ լավ ընկեր, չեմ ճանաչում։ Գալիս ոնց որ ուզենա հաստատի իմ ասածը։ Մտնում ու այդ իմ գրածի տակ լատինա տառերով, արա ես ինչ եմ մի հատ գրում, բդի բանսես բաներ մեր հայկական սրբությունները, այս կոմենկոմը, այս թուրք կառավարությունը բաման ասում եմ ախպեր ջան դու եկար հենց նոր հաստատելու որ ես ընդհանուր առմամբ ճիշտ եմ նկատել այդպիսի բան էլի ու այնտեղ մեր ընկերներից էլի մի երկու հակադարձում են բան այսի բա որի մտնեք ին էջը կտնեք հայեր Մեսրոպատառով ես ինչեր եմ գրել ասում եմ կանոնի մտնեմ ես մարդու էջը այլ մտնում եմ տենամ հայերը նո դրել ադրբեջանցիների նկարներ բաներ ցան պատերազմից ինչ որ կադրեր ա ճարել դրել ու հայերենով քֆուրներ ա գրել Եվ մտել եմ ասում ախպեր ջան գիտես ոնց է Շատ խնդալու է, երբ որ լատինատառը օգտագործում ես սրբություններից խոսալուց, հայերենը օգտագործում ես քֆուրներ գրելուց, ընդ որում այնպիսի քֆուրներ, որոնք ունեն թուրքական ծագում։ Դու թուրքերին քրվում ես, թուրքական ծագումով հայհոյանքներով, հայերեն տառերով։ Դա ավելի տգեղ է։ Չկողորձա քրվում ես քրվի, բայց ասես որ վիզուալ նայում ես ավելի տգեղ է։ Իհարկե այստեղ մի հատ էլ խնդալու բան ասեց, ասում ես եթե գրել եմ որպեսզի ադրբեջանցիք մտնեն Թարգմանեն տենան ես իրենցի չեմ ասում, ու չգիտես բառը խոսում, ցավտա, օքեյ, դու լավ խառ ես երևում, էլի։ Կել, հարց չկա։ Ինչ ասում ես, օքեյ, հարց չկա, որ ասելի չունեմ ես ամենիցից հետո։ Այսինքն դեկրատացված իրականություն։ Ու ես ամեն ինչը նրանից է, որ մենք ամեն օր ուշացնում ենք լրացել այն բացը, որը որ ցավոք սրտի ունեցել ենք։ Այո, իմ տարիքայինները պլյուս մինուս մի քանի տարիով բոլորն էլ ոչ մեկի չենք զարմացնում, չէ՞, եթե ասենք ինչ տեսակ դպրոցներում ենք ծովը, շենքային պայմանները։ Նո ջերուսման եւ հոսանքի խնդիրը իր հերթին, չգիտեմ, պարկետներն ենք հանում վառում վառարանի մեջ։ Զուգահեռ պատերազմներ գնում, մեկ-մեկ ձեռքներս պատրոներ ընկնում, բերում ետ ենք գցում փեջի մեջ դումփում էր, ուրախանում ենք, ապուշ բաներ ենք ամշել ֆնացակար։ Հա։ Ինչ ասես, ալտոներով դասերին նստած սառելով ձեռներով, ասես մի ձև բաներ են գրում, ու հետո Այս ինչ դասը սովորենք, այս ինչ դասից թռնենք, հայկական իրանականության մեջ մոդա է եղել դասից փախնելու իմ էլ երևի կա։ Անկամ իմ տարիքայինները, այս տարիքում, եթե նրանց հետ ցանկանաս խոսել օրինակ պոեզիայից կամ գեղեցիկ բաներ, շատ հնարավոր է որ նորից ծաղրի արժանանաս։ Նո ծաղրի չեմ ասում կոպիտ ձևով, բայց դասն ավելի եկամարտը սրա
Եկա մարդ ես, ինչից ենք խոսում։ Դու մինասենք իսկականից պարուս սևակից խոսեք։ Հասկանում եք, այս բաներ կա։ Եվ որովհետև նաև դրա համար, որ 30 տարի բաց է եղել այդ տիրույթը հանրային դաշտում, հեռուստատեսություններում, թերթերում, գործունեության մեջ, հասկանում եք, բնական է, չէ, եթե մենք ունենանք առնվազն երկու ղեկավար, ովքեր հայրենին լավ չեն տիրապետում, արդեն բնական է ինչա կատարվում։ Սա մեր տունը քանդում է։ Սա մեր տունը քանդում է։ Ու մեկ սով ես զգում շատ սիրում բաներից խոսելու մեկի հետ, քննարկելու մեկի հետ, դες մտնես զրույցի դաշտ, ու մեկ էլ հասկանում ես, որ բարդ է գտնելը։ Բարդ է։ Իմիջիայլոց մի փոքրիկ, հա, այսպես շտապելով, իհարկե շատ շտապելով, մի փոքրիկ գաղտնիք եմ ուզում բացել։ Ես փորձում եմ հիմա կենտրոնանալ ու մի մոնոներկայացման նման, բայց մենախոսության ֆորմատով, հա, մենախոսության ֆորմատով ինչ-որ այդպիսի մի բեմել կազմակերպեմ, երկար տարիներ ընդմիջումից հետո, շատ հնարավոր է պոեզիայով խառնված, ու այո, հենց մենախոսություն երևի թե կարելի անվանել դա, գաղափարական, փիլիսոփայական, չգիտեմ ոնց կստացվի, նոր եմ փորձելու գրեմ, եւ նաեւ դրա համար է շատ կարեւոր, որ նման գրառումներ գուցե հաճախակի անեմ ստուգելու համար առհասարակ տրամադրություններ եւ ներառելու այն մենախոսության մեջ, որը որ կլինի։ Դա նաեւ կլինի կենթանի հանդիպում իրար հետ, ու հույս ունեմ, որ դահլիճը լցնելու դահլիճում հանդիսատեսի խնդիր չի լինի, դա շատ կարևոր է, ու շատ հնարավոր է, որ եթե դա որոշեմ, որպեսզի լինի տոմսերով, ապա վստահաբար, եթե պիտի լինի տոմսերով, վստահաբար տոմսերից հասույթի, ոչ թե տոմսերի գումարը, այլ հասույթի, որովհետև թատրոնի դահլիճները այդքան էլ էժան չեն, հասույթ եթե ձևավորվի, այդ հասույթի շատ մեծ մասը երևի թե կուղենք որևիցե հանրային հասարակական պրոյեկտ իրականացնելուն, այնպես որ գալով նաև կաջակցեք դրան։ Ես չեմ մտածում, թե մի մեծ դահլիճ վերցնեմ, շատ հնարավոր է, շատ ավելի փոքրիկ, տիպուս 50-100 մարդու համար, ոչինչ, եթե պահանջարկը մեծ լինի, մի քանի անգամ կխաղամ, բայց տենց ինչ-որ մի մեծ տենց քիչ ծծած կարծիքել չունեմ իմ մասին, չգիտեմ ոնց կստացվի։ Այնպես որ առաջիկայում սպասեք նմանատիպ հրապարակումներ գուցե շատ լինեն հասկանալու համար հետաքրքրությունների եւ մտորումների դաշտը, հա, մոտավորապես այսպես։ Հիմա թույլ տվեք մի դրվագ հիշել դարձյալ իմ կյանքից կապված այս խաղաղության հետ, որից շատ իմիջիայլոց այս հատվածը հիմա ինչ որ կասեմ, կարող եք սիրուն կտրել այդ հատվածը տեղադրել ձեր մոտ։ Այս խաղաղությունից շատ ցնցված են բաները, անդիմադիրները, ու սենց ինչ որ, չգիտես ինչեր են խոսում խառախշտիկ, բոլորի աչքի առաջ է։ Ոնց թե Թուրքի հետ ես կյանքում բան ինչ ասես խոսում են, բան։ Ես քաղաքացիներին շատ են քաղաքացիներին բան չեմ ասում։ Ամեն մեկը իհարկե դժվարությամբ ենք տեղավորվելու դրա մեջ, որովհետև զգացողական դաշտը իրան անում է, բայց սառը դատողությունը պիտի ի վերջո հաղթի։ Ես հիմա ուզում եմ այդ հատկապես սերժական ու քոչարյանական ներկայացուցիչներին պատմել մի պատմություն։ Կճանաչեք այդ մարդուն Ճոյիտ մականունով, որը հիմա չկա, որքան Հակոբ Հակոբյանն է ազգանունը, եթե չեմ սխալվում։ Ուրեմն հեղափոխությունից բավականին առաջ էր։ Հնարավոր է 16 թիվը լիներ։ 15-ը չէր հաստատ, որովհետև 15-ին այստեղ չեմ եղել։ 16 թիվը երևի 17-ն էլ չէր լինի, չէ 17-ին էլ ընտրություններ կան։ Ոչ, այդ ընթացքում ունեցա ստացվում, որ ինձ ծանոթացնում են Ճոյիտի հետ, ասում են ախպեր, մի հատ ֆիլմ ուզում նկարի, մի հատ գնան, խոսացեք էլ իրար հետ, ինքն էլ ֆինանսավորում ամեն ինչ նորմալ է, ասում խոսանք, հանդիպենք խոսանք։ Հանդիպում ենք, կինո Մոսկվայի ֆոյեում զրուցում ենք, հարցեր է տալիս, ինքը բա դու կարաս սենց կարաս նայած ասենք դերասանական անձնակազմ հավաքես, այս ինչ մարդիկ կուզեմ լինեն, ինչ մարդիկ կուզեմ լինեն բան, դեսում ամեն ինչ հնարավոր է, իմիջիայլոց իմ երբեմնի իմ այժմյան էլ գոլեգաները, նրանց մեծ մասը իմ շատ սիրելիներն են, թույլ չեն տա, որ ես չափազանցնեմ մի բան։
ասում դե դերասաններ կան, ախր եթե նկարանումները պատկերացնում եք մի քանի օրվա մեջ վերջացնենք, ուրեմն դրանից առաջ աշխատանքը ավելի շատ երկար պիտի տևի, որովհետեւ ես մտնենք պլաշատկա, արագ աշխատենք դուրս գան։ Այդ պարագայում այդ մարդիկ դերասաններ կան մի քիչ ավելի այլ գումարներ կան, մարդիկ մի քիչ այլ, հետո ըստ զբաղվածությանը, ըստ իրանց ֆեյսի եւ այլն։ Ասում բայց խոսենք սյուժեից ավելի շատ։ Ու շատ հետաքրքիր բան ասում։ Ասում սյուժեն հետեւյալն է։ Իրական, մի մասը իրական է, բայց դա պետք է զարգացնել ֆիլմ սարքել։ Ասում օքեյ ասում։ Ասում Մասիսում ընդ որում այդ մարդկանցից շատերը իմ հետևորդներ են եղել, նկարանումները որտեղ որ անում ենք, իրենց էլ շնորհակալություն։ Այս ընթացքում ինձ հետ լինելու համար։ Ասում Մասիսում այն ժամանակ շատ ադրբեջանցիներ ապրել են սովետի ժամանակ։ Մարդիկ նորմալ իրար հետ ապրեն, բայց 16 թիվն է, 16 կամ 17։ Նորմալ իրար հետ ապրել են ախպեր։ Այս պատերազմը պետք է պրոցեսներ, ասես բաներ է խոսում։ Իսկ մենք բոլորս հայրենասիրական դեռ այն մոդելով ենք։ Ինքնահայացում ոչ մի տիպի չի ուզում լինի էլի հետներս, հիմա տեսարուցահագին կոտրվում է, չէ։ Բանա։ Ու ուզում եմ ցույց տամ ոնց են ապրել։ Երկու հարևանի օրինակով, որ մեկը հայ է, մեկը ադրբեջանցի, ուզում եմ ցույց տամ թե ինչ լավ հավեսով խաղաղ ապրել են իրար հետ, էլի։ Մինչև արդեն եղել է այս բաները, դեպքերը ու ադրբեջանցին հելում գնում է։ Ահնաջաբայս ոնց կուզեմ։ Մենք ենք ուզում նկարենք։ Մեկը մեկի աղջկան ասիրում, մեկը էսի ինչ անում, բաման։ Զարմանում եմ, լսում ես մտես ֆիլմի պահանջարկ է սովետությամբ դժվար թե լինի, էլի։ Ասում եմ, պահանջարկը չի հետաքրքրում, ախպեր, ես փողոց ասում եմ։ Արմենք դες բան նկարենք։ Իմի անես մարդու հետ եմ ես խոսում։ Այդ ժամանակ այդ մարդը տես մարդ էր։ Նես մարդու հետ եմ խոսում։ Ում հետ ֆիլմ արտադրության կարգ ու կանոնին ծանոթացնելը խնդիր է։ Որ ապեջա սկզբում պետք է մտցնեն արգելի մասնագիտական մոտեցում եւ այլն եւ ախպերը դեռ ինչ կա կամերա դու մեկ ես անում ենք, այն անում ենք, վերջացա։ Մի խոսքով դժվար էր։ Ասի լավ, սկսենք աշխատել, տեսնենք ինչ դուրս կգա։ Սկսեցի խոսալ, ռեժիսոր, մոտավոր սցենարիստ, որովհետեւ ինքը ասում է, չէ, սցենար պետք է, ես կասեմ, ինչ ենք, ինչ խոսան, ինչ ասեն, ասում եմ, դու ասա։ Նույնը դերասաններին եմ փոխանցում, ասում եմ, ձեզ ցավը տանեմ։ Սենց վիճակ է, էլի։ Բայց քանի որ նորմալ գումար է տալիս, շատ դերասաններ էլ գիտեք ինչ, այո, կարող է թվա թե, չգիտեմ, դերասանների մոտ կյանքը շոկոլադ է, բայց մի քիչ այդքան էլ այդպես չի։ Մի խոսքով, մամուլի շենքում էլ հենց բանը չիտկեքն էին կազմակերպում, սեղանի շուրջ աշխատանքները, բայց նորմալ գնում է ամեն ինչ։ Ու դժվարություններով, բայց գնում է։ Այնտեղ անգամ ադրբեջաներեն բառեր պիտի լիներ, խոսույթ պիտի լիներ, ադրբեջանագետ ենք ներգրավել այդ թեմայի, մարդը հայերեն տարերով ադրբեջաներեն բառերը գրել ուղարկել է, բան։ Բայց անոր սխտիցը չի էլի, բայց պիտի արվի էլի աշխատանքը գոտա փողապետ։ Մանավանդ որ գիտենք որ այդ ֆիլմը ոնց որ ինքը պատկերացնում է, դիտումներ չի հավաքելու էլի։ Չգիտենք չի ուզում էսի նկարի տենց բան։ Ֆիլմի 90% դեպքերն իրադարձությունները կատարվում են։ Մասիսում երկու լոկեյշն է, երկու հատ տուն է, մի հատ հայ է։ Մարդերն ու այդ բնակիչների հետ, այդտեղի ապրողների հետ էլ շատ մտերմացան, շատ լավ ժողովուրդ են։ Նկարում ենք։ Գնում է նկարահանումները, բան, նորմալ է, սա։ Մի քիչ ապուշ բանը շատ է ասում, sense բան եմ ուզում լինի, բան, sense բան թող լինի մի հատ, sense բան ավելացնենք, բան ինչ խնդիր կա, ու որպեսզի պլաշատկում նկարահանման հրապարակում անընդհատ վեճեր չծնվեն, ասում եմ, նկարեք թող գնա, հետո մեկ նստել ենք մոնտաժի կջոկենք ինչ է կատարում։ Արդեն վերջին 2-3 օրերն էր մնացել, 2-3 օրվա սյոմկա էր մնացել։ Անկեղծ համար պիտի ասեմ, ճոյիտը ինձ իմ դրվածքը, իմ ձևը հարգում էր։ Հարգում էր ու ինձ այլ կերպ էր խոսում, ինքը մի քիչ ճորտով մարդ էր։ Մի քիչ լավ է ճորտով մարդ էր, մի քիչ անդասիրակ ու լկտիություն կար իր մեջ։ Բայց ինձ հետ այլ կերպ ամիշ չփել։ Ես ինձ հարմար եմ զգացել իր հետ շփվել, ինչ որ կաշկանդացություն չի եղել իմ մոտ։ Այդ ժամանակ տենց էր, չէ՞, բա մեծ արվում մի քիչ հանցագոր, մի քիչ էսա, մի քիչ իրան, որ խնդիր է։ Բացարձակ խնդիր չեմ մնացել։ 2-3 օր է մնացել, որպեսզի վերջանա։ Վերջացնենք նկարահանումները ու արդեն գնանք հագնենք մոնտաժին։ Մի հատ իրավիճակ եղավ։ Պլաշատկում էր նորվերս չէի քեզ, արա սենց չի սենց, հա։ Ու վիճեցինք, ու լավ վիճեցինք, այն տիպի, որ արդեն այնտեղ ախրանիկ մախրանիկ կա, որ ուզում են ջոկեն հմինձի ուտեն, ջարդեն, կիսեն, կրակեն, ինչ անեն, ասես մի հատ վիճակ ասես, դերասանները սաղ մտել են մեզ։ Լրություն է մի հատ այնտեղ, այն որ գներն ես ինչ անում։ Ու ես ասես հատատա եմ տալիս հետո, ու վերջը դժվար է, ոչ դու գնա քո կինոնել ժողովրդին ասի ժողովուրդ ներող կնեք ինձ sense բայթելու համար, ձեր գործին նայեք կվերջացնեք, անպայման դու վեպի վերջացնեմ որ պոստանա։ Ու ես առանց փող վերցնելու իմ այդքան աշխատածի բանը տալու կազմակերպիչն եմ։ Ասի ոչմ հաջող քեզ արա սրանից հետո բանը ոչմ sense լեզվակռի ուժը հետ եմ գալիս, այսօրվա պես հիշում եմ։
ուրեմն այդ բանը գրպանում ես մի կոպեկ չկա։ Մի կոպեկ։ Մասիսից ոտով գալիս եմ տուն։ Ճանապարհին մի հատ մեքենա կանգնես, լավ էր։ Ախպեր ջան, ես ինչ կամենաս ու քայլում եմ, բաս դե ոչ եմ ասել փոչում եմ գնամ, ճանաչում եմ մարդու որպես դերասան, բա գնում եմ քաղաքում, եթե բանը գրանք մասում, բան դե մստա բերեց Բանգլադեշ։ Ու տենց այդ ներվերից աղաքին ժամանակ անցավ։ Անցնում է որոշ ժամանակ, մի երկու ամիս։ Այս մարդը վերցնում է այդ ապուշ ֆիլմը, ապուշ ես դերասանների կատալոգականի մասին չեմ ասում։ Իսկապես աբնակ ֆիլմ է ստացվում, որովհետև եթե մասնագետները չեն զբաղվում, ու դու մտել ես մեջապես չես սենց եմ ուզում նենց ուզի, ապա ջան, փոխտավը գնա ոնց ուզում ես ուզի։ Այս ապուշ ֆիլմը բարձրանում է կինո Մոսկվայում էկրան մի անգամ։ Էկրան ու պրեմիերա է լինում։ Պրեմիերային ներկա են եղել ողջ քաղաքական վերնախավը, ով տղամարդը իր կանոջ հետ, ով կինա իր ամուսնու հետ։ Այսինքն զգացվում է, որ սրանց ասված է, որ պիտի գա։ Ասեմ ավելի, Ռիտա Սարգսյանից սկսած այնտեղ նստած են եղել։ Տղեկ էին զանգում են բապե, դեմի պրեմիերան է գոնե, ես վաղ տարի չի դեզում համել վարիշ եք ցեք տեղը բամ, այսօր վատանը մարա ես այդքան ներվեր չունեմ, բան, անգամ պրեմիերան չեմ վերացրել։ Սա այնտեղ են եղել։ Ու իրանց գնահատականն են տվել, դե իհարկե չէին տա նենց ոնց որ պիտի տային, իրանց միջից ան բան այլ փոխծասողը, մի խոսքով, այդ պրեմիերայից հետո այդ ֆիլմը ոչ ոք չի գնացել, այլ այդ ֆիլմը չի ցուցադրվել ոչ միտեղ, որտեղ ապուշ ֆիլմ է։ Ասում եմ դրանից մի որոշ ժամանակ էլ ընկերս գալիս է, բա գնեմ ջան ասում, չէ՞, բանա, փողա թողել մոտս, որ փոխանցեմ քեզ։ Ինքն էլ ասում է լավ բան չեղավ բաման, մի խոսքով։ Շատ ներ վաղտ, դոյացի, դե աշխատել եմ, դե վերցնեմ, բա քիչ վերցնեմ։ Ֆայմել ավարկել է, ավելի լավ։ Հիմա այս պատմությունը ինչ եմ պատմում, հա? Առաջարկից ոչ մի բան, բայց իմացեք, կարևոր փոփոխություններ երբ որ պիտի լինեն, անպայման սկսում է դրա մասին քարոզչությունը։ Ֆիլմերի տեսքով կլինի ներկայացումների, մանավանդ բռնապետական երկրներում, որտեղ որ կարող են հրահանգել, որպեսզի կամ պատվիրել այսպիսի կամ այնպիսի մի բան, հա? Ու ես այդ ժամանակներից միշտ մտածել եմ, լավ, այդ ֆիլմը ինչի համար էր, համ պետք է շտապ լիներ, համ կինո Մոսկվա բարձրանա էկրաններին, համ այդքան փող ծախսվի, ու ոչ մի բան տեղի չունենա։ Բայց հասկացա, որ այդ ամեն ինչը եթե լավ որակով լիներ, ասենք ճոյտի իր դեբիլությունները չաներ, եթե նորմալ ֆիլմ լիներ, դա ցուցադրվելու էր։ Ու մեր մեջ սկսելու էին արթնացնել այն զգացումը, որ բանա դե հիմա տեսեք հարևան ենք եղել, այ բաց չենք ապրել։ Ինչ որ sense նախապատրաստում էին։ Արդեն նախապատրաստում էին։ Բայց 17 թվին, 18 թվին պիտի սերժացեր չի լինում ողջում։ Ելքը պատերազմն է։ Բայց գնացել են process-ներ այդ ուղղությամբ։ Երբ կհիշեք, երբ որ Սերժը կանգնած դպրոցի բացմանացման անկյոց, ասում ես շատ կուզեի, որ այստեղ սովորեին նաև ադրբեջանցի երեխաներ։ Այս ամեն ինչը այդ ծառուցը կոտրելու մասին է եղել։ Հասկանում եք։ Ու հիմա այդ որ տվայտվում են, թե բա դուք այդ խաղաղություն չի կարող ես։ Արա, դուք եղել եք պատվիրատուներ խաղաղության մասին քարոզի։ Բայց շատ անգրագետ ձևով եւ վախեցել եք ուղիղ խոսել քաղաքացու հետ։ Ուղիղ շիտակ նստել ու խոսել քաղաքացու հետ։ Դուք վախեցել եք։ Դու առասար դուք շատ բաներից եք վախեցել, դուք վախկոտներ եք, կարծեք չի։ Բայց եւս մի բան, ինչից դուք շամպես վախեցել եք։ Որովհետեւ դուք ընտրվելուց առաջ խոսել եք թե Արցախը բանը, ուրիշ բան եք խոսել։ Ընտրվել եք։ Դուք հարկադրված եք եղել գնալ որոշ զիջումների։ Ինչ պիտի կանեք Պուտինին հակադարձեիք։ Դուք Պուտինն ացես նշանակում։ Այսպես բաներ կա։ Ընդ որում, ես եւս մի բան ասեմ ձեզ։ Սրան զուգահեռ նկարահանվել է մի առասարակ որակով ֆիլմ է, չեմ կարող շատ անուն դնել, բայց ինձ համար մեկը, քանի որ ես շատ լավ հասկանում եմ հեռուստատեսությունն ինչ է, հատկապես ֆիլմերը ինչ են, նու բոլորը չէ իհարկե, բայց նմանատիպ բաները։ Անատոլիական պատմություններ ֆիլմը։ Օբանն է նկարել, եթե չեմ սխալվում։ Ոնց է, Քեշիշյանը։ Քեշիշյանը կարող է սիրում բաներ նկարի։ Չեմ ասի լավ նկարի, չէ, սիրում։ Ինքը էսթետիկ կադրեր բան։ Այ Քեշիշյանը լավ կլիպմեյքեր կլներ, ինքը իզուրաֆիլմ է նկարում։ Լավ կլիպմեյքեր է ինքը։ Ինքը տեսնում է այդ էսթետիկ բաները տեսնում։ Շատ բան։ Այս անատոլիական պատմություններ ֆիլմը նույնպես այդ ժամանակները ցուցադրվեց, եթե կհիշեք։ Ու լավ դերասանական կազմ, ակուրատ մի ֆիլմ է, խոսքը մի թուրքի մասին է, ով Գորժբայլի խմբակցությունից է, հետո բարձվում է, որ ինքը հայ է, ամբողջ կյանքը հայերի դեմ չգիտեմ ինչեր արել, ու մեկ էլ բարձվում է ինքն էլ է հայ, ընկնում է տվայտվում է մի խոսքով։ Սա մեծ կինո է, որը վերցած է համանուն գրքից։ Ու պատվիրվել այդ ֆիլմը
Դա չի նկարահանվել հովանավորներով ուրիշ։ Իմ կարծիքով եղել է պետության պատվերը, ինչ որ հասկանում եմ։ Իհարկե ուղիղ չեմ հարցրել երբևէ։ Լավ փողաց ասած վրա ու այդ ֆիլմը ցուցադրվել է հանրային հեռուստատեսությամբ։ Որպեսզի ձեզ ասեմ, Օսմանյան կայսրության արևելյան կողմը, այսինքն մեր պատմական հայրենիքի տարածքները ու Հայաստանի Հանրապետության կողմը Անատոլիա են համարվել, Անատոլիա, ինքը բառացի նշանակում է արևելք, եթե չեմ սխալվում։ Շատերը կան, թուրքական բանից վերցնում են ու խոսում են, որ արևելյան Անատոլիա, ոսպես ապրել, տենց բառակապակցություն չկա, էլի, Անատոլիան ինքը արևելյան է, ու ոսում դասես արևելյան, արևելյան, տենց մի քիչ սխալ ձևակերպում է։ Իրանք ու այդ անունը ինձ արդեն գրավեց, ասել եմ, դենամ ես ինչ են անում, ես ինչ են տալկատանում, անատոլիական պատմություններ, դա թուրքերն են փորձում մտցնել այդ Անատոլիա խոսույթը առհասարակ մեր պատմական հայրենիքի տարածքների վրա, հասկանում եք, ու մենք դա հանկարծ տեսնում ենք հանրայինով, այդ ժամանակները ես քննադատել եմ, սովա, մամմայիդ հետ կգնաս այդ խոսած, այստեղ մենք լուրջ բաներից ենք խոսում, բջի ծնունդ, Հարազատ Գևորգյան, ես ինչ հարազատ այդ տապորը, բջի թուլլա, ու այդ ժամանակները, ինչ-որ դաշնակցությունը չէր այլում մի երկու բառ ասելու, հանրային հեռուստատեսությամբ, մեր մեջ արդեն ներարկում են, որ աղա թուրքերի հետ մենք ընդհանուր բաներ սյատկի ունենք, այդ ժամանակ ինչ-որ սառացնում էին իրանք, հենց անգամ եթե ուզենայի շատ հայրենասիրական ինչ-որ բան գործունեություն ծավալել, իրանք սառացնում էին, չէին թողնում։ Ես կարող եմ ուրիշ օրինակ բերել, Հայաստանում, Երևանում, որևիցե մեկը եռագույն չէ կարող կախել իր տանը, իր բալկոնից կամ շենքի կռիչին դներ կամ ինչ-որ միտեղ տեղադրել։ Ինչ-որ կերպ խնդիրներ էին առաջանում։ Ինչ-որ կերպ, ալիբոմում։ Ես օրինակ էլ բերեմ, իմ ընկերոջ աղբերը, ցիրկի մոտ, բարձով էր ապրում։ Դրոշը հանել տնկել էր, քաղաքապետարանից գնում գալիս են անտեղ, անի, քաղաքի տեսքը գցում է, ես ապուշ պատճառեր եմ բերում։ Նա կամ այդ սասնածառերը հելել էին մանումենտի վրա դրոշով կանգնել էին, շանորը դրեցին արա։ Այդ չխոսամ Ղարաբաղ գնալուց ինչ եղավ, բոլորը դեք հիշում եք։ Բայց սրանք ուրացման դրսևորումներ չէին։ Սա տեղի ունենում թաքնված ձևով։ Եվ իհարկե, քանի որ բոլոր հեռուստատեսությունները պատկանում են իրանց, լրագրողը փորձով էր նման մի բան լուսաբանել, մարդկանց մեջ ցեց գցել։ Թողել է փորձով էր։ Ես ինքս հայապահպանական շատ ծրագրեր եմ իրականացրել։ Թե ինչ խնդիրների են բախվել, արհեստական ու դուրակ, ես այդ ժամանակ չէի հասկանում։ Ռասմի, բայց ես ինչ խնդիր է, որ իմ այս խնդրի պատճառով ես ինչ հարցը ձգձգում, ախր կարելի է չէ սենց անել։ Գիտես, ու սկսում են եկեք պատմել։ Այս չէի հասկանում, որ դա չի կարելիին եմ ես ամեն անգամ կպնում։ Ամեն անգամ կպնում եմ չի կարելիին։ Այս սա է եղել մեր իրականություն։ Այսօր այդ նույն երևույթները դարձել ես չեմ խոսում շարքային քաղաքացու մասին, ես խոսում եմ դրանց մասին։ Հանկարծ դարձել են հայրենասեր։ Իհարկե մենք ծանոթ ենք նրանց հայրենասիրության դրսևորումներին։ Բայց մի քիչ առաջ նայում դաշնակցական կառույցը, տեսեք մտքով էլի որ գնացինք, ասենք, այս ամեն ինչը չիմացությունից է ժողովուրդը, դրա համար եմ ես դարձյալ քաղաքական տիրույթը ուրացուժած շոշափում։ Մի հատ բան էր հրապարակել ես իրաց պատգամավորներից, թե չգիտեմ ո՞ր անցանոք դեմք էր մի հատ կին էր մի հատ։ Խոսում է կրթական ազգային ծրագրերը, չգիտեմ ինչ են եղել, բան, այս կողմ ենք վարի են տվել սրանք, բան, կործանել են։ Լավ, դե իրանք որ մանդատ ունեին դպրոցների վիճակը, ուսումնական ծրագրերի վիճակը, այս սա հասկանալի է։ Արա, բայց կրթական ազգային ծրագիր ձևակերպումը այն էլ ձեր շուրջ դերից չպիտի հնչի, էլի, որովհետև անգամ փորձ չեք արել ներկայացնելու թե դուք ինչ ծրագիր եք իրականացնում, ինչ նպատակ եք դրել։ Դուք որևիցե ոլորտում ցույց չեք տվել ձեր նպատակը որտեղ է, ինչին եք գնում։ Որովհետև բարձ եղել բոլորիս, ձեր նպատակը вообще ուրիշ տեղ եղել, ինչ ազգային ինչ բան։ Ու հիմա դուրս եկեք ինչ անընդհատ ազգային, դուք չեք զգում որ շատ այդ բառը օգտագործելով իսկապես էժանանում է այդ բառը, մի արեք։ Ազգային ծրագիր, կրկնում եմ, եթե ինչ որ ծրագիր ունեցել եք դուք ու փորձել եք իրականացնել, մի հատ ցույց տվեք։ Մի հատ ցույց տվեք, ես անտեր բիբը տեսնի էլի։ Ասում եմ, մենք հիմա ուզում ենք սիրուն բանից խոսենք, բայց այնպես եք հերն անիծել ամեն ինչի, որ մենք այս տարիքում սովոր չենք սիրուն բաներից խոսենք։ Մենք չենք կարող խորքային
հետաքրքիր թեմաներ շոշափել, որովհետև մեր կրթական ցենզը պոլերին է։ Իսկ մենք ավարտել ենք այն ժամանակ, երբ որ դուք եք եղել։ Խնդրեմ վայելեք։ Խնդրեմ վայելեք։ Ու այս ամեն ինչի մասին խոսելուց կներեք, ես ուզում եմ շատ արդեն մի ժամից ավել է, ոնց որ դառնում, բայց միևնույնն է, այս Կիգլյանի օրենքը ասած, որ խնդրի էությունը պետք է խորքային ըմբռնել ու այդ պարագայում խնդիրը կարող է կիսոճապ լուծված համարել։ Մենք այդ ամեն ինչի մեջ պիտի մաքսիմում ազատենք։ Եվ ընդ որում ես այդքան ասում եմ ոչ թե անուն դնելու համար, դաշնակների մյուսում, կարող ենք եւ անուն էլ դնել, բայց ես հիմա ինչ որ մի բայ եթե ես ասում եմ որպեսզի այո նրանց հակադարձի ցույց տա իրենք ինչ վատն են եւ այլն, ես այսօր իմ նպատակը, գերնպատակը այդ առումով վաղուց փոխվել է։ Ես վերջին երևի 1-1.5 տարի արդեն եկել եմ նրան, որ եթե ես նրանց հակադարձում, դա ոչ թե նրանց ցուցադրելու համար է, թե նրանք ինչ վատն են, այլ այդ խնդիրը կոնկրետ ցուցադրելու, մատնանշելու, վերհանելու ու դրան լուծում փնտրելու մասն է։ Եվ այո, հղումն էլ անում եմ ով ասել։ Բացի դա, ես ակի ժամանակ առաջ ինքս ասել եմ, մի քանի անգամ եմ ասել տարբեր ձևերով, բայց այդ միտքը արտահայտել է, որ ախպեր ջան, ցավոք սրտի ուզենք թե չուզենք։ Այնպես է որ ընդդիմությունն էլ է մերը։ Մերը, ուրիշ երկրինը չի։ Եվ եթե այդ ընդդիմությունը մենք համարում ենք ապօրինի, ուրեմն առհասարակ 21-ի ընտրությունները դեռ մենք հարցական տակուրի մշակությունն ապօրին։ Ուզենք թե չուզենք մենք դա պետք է ընկալենք։ Թե իրենց դաշտում որքանով են ընկալում, որ ուզեն թե չուզեն իշխանությունը նույնպես իրենցն է, այս հարցի մյուս կողմն է։ Բայց հենց այս ուղղությամբ շատ աշխատանքներ կատարելու, շատ աշխատանքներ։ Եվ այնպես չի 26-ի ընտրություններից հետո չկան այդ աշխատանքները կատարելու կամ հիմա պիտի հասցնենք միջև այդ ոչ։ Սա անընդհատ աշխատանք է։ Որովհետև մեր խնդիրները խորքային իմաստով լեգիտիմության մասին սաղր պատկերացումն է։ Մեր կրթությունն է, որը ոչ մեկ չենք ցանկանում օրվա մեջ 1-2 ժամ հատկացնել, տեղը լրացնել։ Այ հիմա եթե 60 հոգի մարդան է, 60-61 հոգի, որովհետև թեման այլ բանի մասն է։ Այ հիմա մենք քֆուրոկի ավարտում ենք մի երկու կողանա 7-երով շատ է լինում։ Բայց ես չունեմ այդ խնդիրը անպայման բանը, էլ ինձ ցուցադրելու, բայց ես տենց ինչ որ ամբիցիաներ բաներ չէ։ Իմ պարտքն եմ համարում այս ամեն ինչի մասին խոսել ու խոսում եմ։ Ու կարծում եմ նմանատիպ եթերներ ժամանակ առ ժամանակ պիտի լինեն։ Եվ մենք պիտի սկսենք զրուցել։ Ու չվախենանք սխալվելուց։ Ոչինչ որ խոսքի մեջ կսխալվենք պատկերացումների մեջ եւ ըստ էության այդ սխալներն էլ ոչ ոք չի կարող ասի սխալ եւ ճիշտ։ Եվ առհասարակ բաներ կան, թեմաներ կան, որտեղ որ սխալի ու ճիշտի տեսանկյունից չպիտի նայես, այլ պիտի նայես լավի ու վատի տեսանկյունից, հաճելի ու տհաճի տեսանկյունից եւ այլն։ Մոտավորապես այսպես, չգիտեմ, որքանով միտքս հասցրեցի տեղ, որքանով կարողացա ամբողջականացնել իմ ասելիքը, բայց այն հույսը, որ մենք այս տիպի եթերներ ժամանակ առ ժամանակ ունենանք ու միասին կփորձենք խորհել ու ի վերջո կսկսենք իրար ավելի լավ ըմբռնել, ավելի ընդհանրական պատկերներ ստանալ, ինձ թույլ է տալիս ասելու, որ ոչինչ, որ եթե ինչ-որ բան կիսատ է մնացել, դա խնդիր չի, շարունակենք մեր զրույցը, եթե իհարկե հետաքրքրություն առաջացրեց։ Լավ եղեք ժողովուրդ ջան, բարի գիշեր ձեզ։